Այսօր մենք մեր երկրում հյուրընկալել ենք եվրոպական համայնքի ներկայացուցիչներին և ողջունում ենք նրանց։ Դուք այսօր եկել եք մի երկիր, որը ոչ միայն եվրոպական արժեքների կրողն է, այլ այդ արժեքների գեներացնողը։ Դուք այսօր գտնվում եք մի երկրում, որի կին դիվանագետը աշխարհում եղել է առաջին կին դիվանագետը։ Երբ որ այդ ժամանակ բազմաթիվ եվրոպական երկրներում կանայք կարող էին ուղղակի երազել քաղաքականությամբ զբաղվելու, դուք եկել եք Հայաստան, որի ժողովուրդը կրողն է հազարամյակների քաղաքակրթության, սակայն քաղաքակրթության, որը բարբարոսաբար ոչնչացվել դարերի ընթացքում և շարունակվում է ոչնչացվել։ Կարճ ժամանակ առաջ Ադրբեջանի իշխանությունները Ստեփանակերտում ոչնչացրեցին հայկական հերթական եկեղեցին։ Սա ուղղակի վանդալիզմ չէր, սա էթնիկ ատելության, կրոնական ատելության դրսևորում է։ Եվ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չեն արտարանում, այլ հպարտորեն հաստատում են այդ փաստը։ Այստեղ խոսվեց և Հայաստանում շատ է խոսվում, թե ինչ է տեղի ունեցել Արցախում, ինչպես այն ձևակերպել։ Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, ցեղասպանությունների կանխարգելման ՄԱԿ-ի կոնվենցիան հստակ է ձևակերպում, եթե որևիցե պետություն ստեղծում է վտանգ էթնիկ խմբի կյանքի առողջության համար և տվյալ խումբը ստիպված լքում է իր բնակավայրերը, դա հանդիսանում է ցեղասպանություն, հանցագործություն մարդկության և մարդկայնության դեմ։ Եվ դուք այսօր հանդիպում եք մարդկանց հետ, ովքեր մասնակցել են այդ ցեղասպանությանը։ Երբ որ Արցախում տեղի էր ունենում ցեղասպանություն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաբում էր միջազգային հանրությանը, թե արցախահայության կյանքին վտանգ չի սպառնում։ Նույն պահին մի ամբողջ ժողովուրդ ենթարկվում էր ցեղասպանության։ Հայաստանի իշխանությունները որևիցե աղերս չունեն հայ ժողովրդի հետ։ Եվ այսօր այստեղ գտնված կազմակերպությունները հիշեցնում են ամբողջ աշխարհին, հիշեցնում են եվրոպական համայնքին, որ մենք չենք հրաժարվի Արցախից, երբեք։ Հիշեցնելով ձեզ և Հայաստանի իշխանություններին, սովետական տոտալիտար ռեժիմը տասնամյակներ շարունակ փորձեց ստիպել հայ ժողովրդին հրաժարվել Արցախից, ապարջուն, ձերբակալվեցին, աքսորվեցին, սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ապարջուն։ Եվ եթե հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ դիմակայել է տոտալիտարիզմին, ապա այսօրվա ռեժիմը շատ փոքր է, որ ստիպի հայ ժողովրդին հանձնվել։ Մենք երբեք չենք ճանաչի Արցախը իբրև Ադրբեջանի տարածք։ Երբեք։ Այսօր հայաստանյան իշխանությունները փորձում են ներկայանալ որպես ժողովրդավարության և եվրոպական արժեքների կրող։ Սակայն նրանք տոտալ ոտնահարողն են ժողովրդավարության և մարդու իրավունքների։ Օրեր առաջ Եվրոպայի խորհուրդը ընդունեց Հայաստանին վերաբերվող մի բանաձև, որտեղ նշեց, որ արցախահայությունը իրավունք ունի անվտանգ և արժանապատիվ վերադառնալ Արցախ։ Սրանի պատասխան
Հայաստանի իշխանությունները հասել են նրան, որ կարող են հրապարակային սեփական քաղաքացիներին իրավունքից հրաժարվելու կոչ անել։ Այն պարագայում, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանափակված է մարդու իրավունքներով։ Մարդու իրավունքների ոտնահարումը Հայաստանում ամենուր է։ Հայաստանում ձերբակալում են մարդկանց հարցազրույցներ տալու համար։ Ցուցարարների վրա նետում են նռնակներ, որի արդյունքում մարդիկ ստանում են ընդհանուր անդառնալի վնասվածքներ։ Հայաստանում ժողովրդավարությունը ընդամենը քող է, որի ներքո իշխանությունները ավտորիտարիզմից ձգտում են անգամ որոշ դեպքերում դեպի տոտալիտարիզմ։ Ոտնահարելով իրավունքը ամենուր, եւ երբ որ նրանց զգուշացնում են, որ ձեր գործողությունները իրավունքի ոտնահարում է, նրանք չեն շղթում դա եւ սկսում են արդարանալ, թե դրա տրամաբանությունը որն է։ Հայաստանում ավտորիտարիզմի մակարդակը հասնում է նրան, որ իրավունքի ոտնահարումը կարող է ունենալ տրամաբանություն։ Հարգելի եվրոպացիներ, դուք ինքներդ շատ լավ գիտեք, ինքներդ եղել եք հեղինակը բազմաթիվ իրավական ակտերի, որ պետությունը չի կարող գտնել որևիցե տրամաբանություն, որը կոտնահարի իրավունքը։ Դա բնորոշ է միայն ավտորիտար եւ տոտալիտար երկրներին, որտեղ իրավունքը որոշում են առաջնորդները, այլ ոչ թե սահմանափակվում են իրավունքով։ Մենք կոչ ենք անում ձեզ լսել հայ ժողովրդին։ Հայաստանի Հանրապետությունը, Նիկոլ Փաշինյանները կամ այլ իշխանավորները չեն։ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովուրդն է։ Մենք ողջունում ենք ձեր այցը։ Մենք եվրոպական համայնքի ստեղծող ազգերից մեկն ենք։ Երբ որ քրիստոնեական արժեքները Եվրոպայում չկային, հայ ժողովուրդը եւ Հայաստանը որպես պետություն հանդիսանում էր քրիստոնյա։ Եվ այսօր հազարամյակներով պահպանված քրիստոնեական արժեքները, քրիստոնեական կոթողները ոտնոտակ են տրվում Ադրբեջանի կողմից։ Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որը պիտի այդ արժեքների պահապանը լիներ, ոչ միայն ձայն չի հանում, այլ Հայաստանի վարչապետը հրապարակային հայտարարում է, որ Ստեփանակերտի ոչնչացված եկեղեցու հարցը Հայաստանը չի բարձրացնելու միջազգային դաշտում։ Բայց բարձրացնում ենք մենք, որովհետև քրիստոնեական արժեքների, որովհետև ժողովրդավարական եւ եվրոպական արժեքների կրողը իշխանությունը չէ, մենք ենք, հայ ժողովուրդը։ Հուսով ենք, որ մեր ձայնը կհասնի ձեզ, հուսով ենք, որ կհասկանաք, թե մարդիկ ովքեր որ փորձում են ներկայանալ որպես եվրոպամետ, իրականում Հայաստանը տանում են դեպի վանդալիստական եւ բարբարոսական թուրք-ադրբեջանական տանդեմը, արդարացնելով նրանց բոլոր հանցագործությունները։ Այն թուրքական աշխարհին են աջակցում, որը նաեւ ձեր դեմ է դուրս գալիս։ Այն թուրքական աշխարհի պատնեշն է Հայաստանը եւ հայ ժողովուրդը, որը ձեզ է պաշտպանում թուրքական աշխարհից։ Եվ հայ զինվորը իրարյամբ իր ծնողի մակարոններով նաեւ Եվրոպան է պաշտպանում։ Եթե ընկավ Հայաստանի պատնեշը, դուք խիստ խնդիրների առաջ եք կանգնելու։ Ուրեմն դուք պիտի կանգնեք Հայաստանի, այն է հայ ժողովրդի կողքին։